Բարի օր։ Բարև։ Իսկ հիմա դու ինձ կասես ճիշտը։ Ինչ կապ կա քո ու Մելսի մեջ։ Հեսա զանգը գտա, արի գնանք կտասի։ Մինչև ինձ ճիշտը չասես, ոչ միտեղ չենք գնալու այստեղից։ Շոք է, անկեղծ չեմ հասկանում, ինչ ես ուզում, որ ես քեզ ասեմ։ Ինչի էիր գնացել Տոնոյանի մոտ ու Մելսին պաշտպանել։ Որովհետև ես գիտեի, որ Մելսը մեղավոր չի։ Որտեղից գիտեիր։ Ինչի ոչ մեկը չգիտեր, բայց դու գիտեիր, Բելա։ Այդպես էր ստացվել։ Այ հենց այդ եմ ուզում իմանամ։ Ոնց էր այդպես ստացվել։ Բարդ բան չեմ ուզում, չէ, ուղղակի ուզում եմ, որ պատմես։ Մեզ խոչում եմ էլի, ուր են գնում, ինչ կարամ ես անեմ ընդհանրապես։ Աղջիկների զուգարանում են, չէ՞։ Հա, ես տեսա, որ Շաքին գնաց Բելայի հետևից։ Կգնաս ներս, կասես, որ դուրս գա։ Հա, բայց Շաքին ինձ կլսի։ Կլսի, որ ասես, ես եմ ասում կլսի։ Հա, բայց չեմ ուզում ես խառնվեմ, ինձանից ինքը կնեղանա։ Արի ասեցի։ Ես լսեցի, որ Դավիթն ու Լևոնը վիճել են, ու խնդրեցի Մելսին այնպես անի, որ չկռվեն։ Ինչի քո համար մեկ չի։ Չէ, ոնց կարա մեկ լինի, երբ դասընկերներդ կռվում են։ Ոնց է համաձայնվել Մելսը։ Չգիտեմ, ուղղակի համաձայնվեց։ Բելա, դու խաբում ես։ Ինչ որ բան թաքցնում ես։ Որովհետև Մելսը այն տղաներից չի, որ քո ասածից կամ ինչ որ մեկի ասածից գնա ու կռվի մեջ ընկնի։ Ինձ ճիշտը ասա, Բելա։ Հեսա զանգը գտա, արի գնանք։ Մինչև ճիշտը չասես, ոչ մեկս այստեղից դուրս չեն գալու։ Շաքի այդտեղ ես։ Հա, Վիկ, գնա, հեսա կգանք։ Շաքի բացի էլի խնդրում եմ։ Վիկա, գնա, հեսա կգամ, ասում եմ։ Շաքի, ես մենակ չեմ։ Շաքի, ասում եմ, ես մենակ չեմ։ Շաքե հենց հիմա բացի դուռը։ Քո հետ եմ։ Բացի թե չարդեն կջարդեմ։ Էս ինչ ես անում։ Մելս ամոթդ լրիվ կորցրել ես, ինչ գործ ունես այստեղ։ Բելա։ Ես կարամ գնամ։ Արի դուրս կխոսենք։ Ինչ էիր ուզում իրանից։ Մելս ուղակի խոսում ենք, ինչ ես խառնվել իրար։ Ուղղակի խոսում եք ու դուռը փակել էիր, չէիր թողում մարդ ներս գա։ Ձեր զուգարանի տեղը ցույց տամ։ Մի արա սենց Շաքե, քեզ չի սազում։ Իմացել ես, որ Բելան իմ հետ է, դրա համար ես չէ եկել։ Բելայի համար ես եկել, ոչ թե իմ։ Չէ, քո համար եմ եկել։ Եկել եմ, որ քեզ խայտարակ չանես։ Քեզ ի՞նչ է հետաքրքիր, ինձ հարցրա։ Քեզ հարցնեմ, որ նորից սուտը լսեմ։ Բեա, Այս ստեղը թողել ես։ ժաս կարամ քո կողքին նստեմ։ Հա, ոնց կուզես։ Հա, այստեղ կնստեմ։
Ես ու Լևոնը հաշտվել ենք։ Շատ լավ է, ուրախ եմ ձեզ համար։ Բայց ես յան ասացի, էլ երբեք չկռվես։ Ես ինչ ա եղել։ Չգիտես ինչ ա եղել։ Վայ ես ինչ իմանամ։ Ինչ ես չայնում։ Մեր սերը կնկերոջդ փրկեցիր, բայց կասես մյուս անգամ ավել պակաս չխոսա, թե չէ հաստատ չես հասցնելու օգնես։ Հերիքալով, էլ ոչ մի կռիվ, ոչ մի սենց թեմա։ Ձեզ մեծ մարդու պես պահեք։ Այդ արդեն ընկերոջդ ասա։ Դու մի ասա, ես ում ինչ ասեմ։ Անցած տարել էր նույն պատմությունը։ Ոնց որ սպասես մեկը քեզ մի բան ասի կռիվ սարքես։ Այսինքն քո համար Դավոյի պահվածքը նորմալ էր։ Ես քո մասին եմ խոսում։ Կռիվ մի սարքի։ Այդ ոչ մեկիս օգուտ չի։ Մելս, Լևոն, ճիշտ եմ հիշում ձեր անունները, իսկ ինչու դասարանում չեք, զանգն արդեն տվել է։ Դասատուն դեռ չի եկել։ Արդեն եկել է, արագ դասարան։ Նստեք։ Այս ընկեր դարձանը հիվանդ է։ Ձայներ չլսեմ։ Բայց ողջ չլսեք։ Ես ինչ վատ բան եք ամենում ձեզ։ Սա լրիվ ապուշ է։ Մի նկատի։ Տեսի, դու կարող ես իմանալ ստավցանը խի չկա։ Ես որտեղից իմանամ։ Ալա մի ներվայնացի։ Լուր։ Այսուհետ ես եմ դասավանդելու ձեզ մոտ։ Պատմություն ինձ կարող եք դիմել ընկեր Աթոյան։ Բա ընկեր Դավթյանը։ Կարող ես հանգիստ լինել, ընկեր Դավթյանի մոտ ամեն ինչ կարգին է։ Մոտակա 2 դասերի ընթացքում կփորձեմ բոլորիդ հետ ծանոթանալ, իսկ հիմա անցնենք բուն թեմային։ Հայկական հարցը 1940-1980 թվականներին Սփյուռք եւ ազգային շարժումներ։ Մենք անցած 2 դասաժամերին արդեն անցել ենք։ Հայլո, հենց հիմա ինձ ասա, թե քանի հայկական պարբերական է գործել Սփյուռքում։ Մեծ։ Ես հասկանում եմ, որ երեք զբաղված ես եղել, գուցե դու հիշես։ Վայ, չէ, մերսի բան չասեք, թե չէ Բելայի հետ հարց կունենաք։ Ոտքի։ Դուրս եք անում։ Դա ես կգնամ, հետո չասեք Դավիթը չի ենթարկվում։ Անկյուն։ Ինչ։ Անկյունում կանգնիր։ Դա որ Ժամանակ են կորցնում։ Լավ, շարունակենք։ Կներեք, մոռացել էի անջատել։ Դիր սեղանին։ Իմ հեռախոսը։ Այո, քո հեռախոսը, դիր սեղանին, այսուհետ։ Իմ դասից առաջ բոլորը հեռախոսները դնում եք իմ սեղանին։ Համեցեք։
Ասիա։ Ինչ ես անում։ Ինչ որ բան է եղել։ Չէ, կամած։ Լսում եմ ձեզ։ Մեզ, հա, չէ, մենք անցնում էինք ուղակի։ Ընկեր Ստեփանյան անցած տարվա թեստերն են պետք ձեզ։ Ինչ։ Ահա, եկեք իմ աշխատասենյակում է, ես կտամ։ Էս ինչ էր, Ասիա։ Ինչա կատարվում դպրոցում։ Ավելի լավ է մի հարցրու։ Իսկ Դավթյանը չէր ավարտականների մոտ պատմություն տալիս։ Այս դասարանում էլ չէ։ Տոնոյանը Աթոյանին է նշանակել։ Ինձ էլ ուղարկել էր, որ գնամ գախնա լսեմ։ Վստահ է, որ Աթոյանը չի դիմանալու այդ դասարանի հետ։ Խիստ կասկածում եմ, որովհետև Աթոյանից նույնիսկ ես եմ վախենում, ու մնաց աշակերտները չվախենան։ Ինչ եղար Ասիա։ Քեզ եմ սպասում։ Լսեցի, առանձնահատուկ ոչինչ չկար, աղմուկ չկար, վեճ չկար։ Ոչինչ։ Ոչինչ։ Դա ժամանակավոր է։ Հաստատ չի ձգի։ Իսկ ավելի ճիշտ չի լինի Աթոյանին միանգամից ընդունենք մեր կոլեկտիվ։ Ավելի հանգիստ ու առանց պայքարի։ Իսկ ավելի ճիշտ չի լինի քո պակասող դասաժամերի փոխարեն քեզ գցենք կազմակերպչական աշխատանքներին։ Ազատ ես ոնց որ Ստեփանյան։ Ես։ Չէ, ընկեր Տոնոյան, ես ազատ չեմ։ Ես զբաղված եմ։ Շատ զբաղված եմ։ Կխոսեցնես երեխաներին։ Տես ինչ տպավորություններ ունեն։ Ես շատ զբաղված եմ, շատ զբաղված։ Հայկական հարցը միայն անցյալի պատմական ցավ չէ, այլ ազգային ինքնության, արդարության վերականգնման եւ իհարկե պետական մտածողության պահանջ։ Ինչ պատահես, նստեք, դասը կավարտվի այն ժամանակ, երբ ես կասեմ։ Ուրեմն այսպիսի մի նախագիծ ենք ստեղծում մեր անցած 3 թեմաների շուրջ, փոքրիկ ֆիլմ։ Ներգրաված են ուրեմն Ինեսան։ Ես։ Այո դու։ Մյուս երկուսին ինքդ կընտրես նրանց, ում հետ ավելի հանգիստ կաշխատես։ Այսքանը ազատեք։ Բայց ինչի հենց ես։ Գոնե ներկուսին էլ ասեր, հիմա ոչ մեկ չի համաձայնվի։ Կուզես ես կօգնեմ։ Լուրջ։ Բելային էլ կասեմ, երեկո միասին կանենք։ Հա, ասում եմ, ես այդ հարցերը կլուծեմ։ Հա, հանգիստ տեղի։ Ամեն ինչ լավ կլինի։ Ես քեզ կզանգեմ։ Մարթա։ Կներես, չէի նկատել, որ ներս ես եկել։ Ամեն ինչ լավ է։ Հա, լուծելի հարցեր են։ Իդեպ Տոնոյանը իր մոտ կլինի, ուզում եմ մտնել մոտը։ Չգիտեմ, երևի այնտեղ է։ Հա, ուղղակի չգիտեմ արժի այդ հարցով դիմել, թե չէ։ Իսկ ինչ ա եղել։ Ես կարող եմ օգնել։ Չէ, բայց ես շատ շնորհակալ եմ, որ կա մեկը, ով պատրաստ է ամեն հարցում օգնել։
Ես վստահ եմ, որ դու էլ նույնը կանեիր։ Խանգարեցի։ Չէ, իհարկե չէ։ 7-րի մոտ ես դասի։ Հա։ Շատ լավ դասարան են։ Ուղղակի հաճույք եմ ստանում իրենց հետ աշխատելիս։ Հա, շատ լավն է։ Փաստորեն դուք իրար վաղուց եք ճանաչում, հա։ Դե հա, 10 տարի կլինի արդեն։ Ուսանողական տարիներից։ Միասին էլ ապրում ենք։ Նո։ Իսկ հարմար է այդպես։ Դե հիմա հա։ Մինչև որ ինչ-որ մեկիս անձնական կյանքում որևէ փոփոխություն կլինի։ Դե լավ։ Հիմա ուզում ես ասել, որ քո կյանքում ոչ ոք չկա։ Բայց ես նման բան չասեցի։ Փաստորեն ամեն դեպքում ինչ որ մեկը կա։ Չէ։ Լսի, Բելա, դու Շակի հետ մտերմացի։ Լուրջ եմ ասում, քեզ իր հետ շատ հետաքրքիր կլինի։ Վաբշե չէ։ Ինչ ընդհանուր բաներ ունեն։ Երկուսն էլ աղջիկ են։ Վրթո։ Կներես իհարկե, բայց լավ չես։ Հետո ինչ որ երկուսն էլ աղջիկ են։ Տարբեր մարդիկ են, չէ՞։ Հա, բայց որ մտերմանան լավ կլինի։ Ինչով։ Քո մասին լավ բաներ կասի Շաքեին։ Ուրեմն դու մտածում ես, ես կարամ Բելային օգտագործեմ իմ անձնական նպատակների համար։ Կարամ մտածեմ, որովհետև հենց Շաքեի անունը լսում ես, ամեն ինչ մոռանում ես։ Լուրջ։ Նյուտոնի երկրորդ օրենքն է։ Չկա տենց բան։ Բելա, լսի։ Վարդան, ես ցավում եմ շատ, իսկապես։ Բայց եթե տեսականորեն պատկերացնենք, որ ես շատ ուզում եմ Շաքեի հետ մտերմանալ, միևնույնն է, չի ստացվի, որովհետև Շաքեն ինձ տանել չի կարողանում։ Ինչի՞։ Ինչ ես արել իրան։ Վրթո։ Բայց ինչից վերցրիր, որ հենց Բելան է ինչ որ բան արել։ Որ ասում եմ, Շաքեի անունը լսում ես, խելքդ քոնը չի։ Բելիսի։ Նախ Բելա, ամբողջական էլի, խնդրում անուն ասագորն։ Քեզ ինչ անել։ Լևոն, դե լավ, ոչինչ։ Բա ինչա դիտողություն անում։ Դե լավ, Բել այդքան էլ լավ չի հնչում, ճիշտ է ասում։ Խելացի մարդ էր, հասկացավ մի անգամից։ Ուզում ես ես խելացի չեմ, հա։ Կարել, ես դες բան ասեցի, ինչ որ մեկը լսեց, տենց բան։ Մենք ավելի լավա գնանք դասարան, Վարդանարի։ Ինչ է եղել։ Բելիսի, կմիանաս ինձ ու Լևոնին։ Այսինքն։ Դա այսինքն պատմության նախագծի համար պետքա 3 հոգով լինենք, որ հանցենք։ Կմիանաս չմես։ Դե եթե պետք է։ Դնես չմենք չենք կարող անենք։ Ուղղակի որ կապնես մեզ, Աթոյանի ասած լիարժեք 3-ով կլինենք, էլի։ Դեսի չէ։ Չգիտեմ, դե լավ կարևորը Բելան մեզ հետ է։ Լսի, բայց ինքը մեզ չի խանգարի։ Ինչով պետք է խանգարի։ Դե եսի։ Չէ, Բելան ամենալավն է սովորում ու շատ լավ գիտի, հաստատ կօգնի մեզ։ Բելա, սպասի։ Ինչ ես փախնում։ Չեմ փախնում։ Դες ուղղակի եկա ջուր խմեմ։ Լսի, Շաքեն իրավունք չունի քեզանից ինչ որ բան պահանջի։ Ես դա գիտեմ։ Բախի չէ իր այսօր իրան հետ ասում։ Դու չգիտես ես իրան ինչ եմ ասել։ Հա դե երևի սկսել ես արդարանալը, չէ՞։ Շաքեն ընդամենը ուզում էր իմանալ երեք ինչ ա եղել, դրա մեջ ոչ մի վատ բան չկա։ Հա, դրա համար տեղդ փոխեցիր։ Լսի, ինչ չի թվում, որ դու շատ ես ուզում իմ կողքին նստել։ Քեզ պետքա որ ես պայմանավորվածության իմ բաժինը անեմ, ես դա կանեմ։ Կողքիդ նստելը պարտադիր չի։ Թեստերի ժամանակ էլ, բա որ տեղում գրավորներ ելնեն։ Այդ ժամանակ կտեղափոխվեմ։
Այդ ավելի տարօրինակ չի, որ հենց այդ դասերի ժամանակ կողքս նստես։ Դասատուները հիմար չեն, կհասկանան։ Դե հա, մի բան կմտածենք։ Արդեն մտածել եմ ես։ Խելոք կգաս ու կողքս կնստես, այդքան բան, թե չէ գիտես։ Ամեն տարաձայնության ժամանակ շանտաժ ես անելու։ Հա, որովհետև չպետք է տարաձայնություն լինի։ Խելոք կգաս ու կողքս կնստես, վсё։ Ասյանը ներսում է։ Մի րոպե դու ես ինձ պետք։ Վահեն եկավ Տոնոյանի մոտ։ Հա, եկել է։ Իսկ ինչ հարցով։ Ինչի ես հարցնում, Մարթա։ Չէ, ուղղակի հետաքրքիր է, առավոտից մտածում էր գա, թե չգա, հետաքրքիր է։ Ինչ էր եղել։ Դե լավ կասեմ, բայց մարդու չասես, հա։ Ուզում էր աշխատավարձը շուտ ստանար։ Ասում էր կարամ երկու ամսվանը մի անգամից ստանա։ Բա հետո։ Էլ ինչ հետո։ Երկե չէր կարա։ Սա պետական հիմնարկ է, ամեն ինչ իր ժամանակին։ Իսկ ինչի համար էր փող պետք։ Մարթա ինչ իմանամ, ինչի համար էր պետք։ Չնայած մի կողմից էլ հիմա ում փող պետք չի։ Դե հա։ Շտապում էի Մարթա։ Վերջ ես կաններ։ Գնամ այնտեղից գրատախտակն ավելի լավ է երևում։ Ջաս, լսի։ Ինչո՞։ Ոչ մի բան։ Մի բան հաստատ եղավ, չէ։ Հալա, ոչ մի բան։ Եթե ինչ-որ բաներ ես քեզ կասեի։ Ճիշտ է, մենք դեռ այդքան մտերիմ չենք, բայց դա մտը։ Լավ, արի նորից սկսենք։ Ինչ նորից սկսենք։ Եթե նկատի ունես կոնկրետ այս զրույցը, ուրեմն բարև։ Իսկ եթե նկատի ունես Կարճ ասած երկու տոմս ունեմ։ Կինոյի։ Ցուցահանդեսի։ Ինչ որ ցուցահանդես է նկարիչների միությունում, նոր նկարիչ է, իր գործերն է։ Կարող է ուզես։ Իր գործերը ուզեմ։ Անույսը։ Վերջի շանսն է։ Ժասմին, նկատի ունեմ, միասին գնանք։ Ես ու դու միասին։ Դե հա։ Չէ, ես չեմ ուզում։ Ես տենց տեղեր չեմ գնում։ Հա։ Ինչ թվաց նկարչության հետ է կապված, կհետաքրքրի։ Չէ, ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ժաս կներես իհարկե, բայց լավ չես։ Էս ինչ էր։ Լեզվամտածողության շեղում, բառամթերքի ուտիլիզացիա, էս ինչ էր Ժասմին։ Երեխեք խնդրում եմ ոչ մի բան մի ասեք էլի։ Դե ոնց չասենք է, այդ տղեն հազիվ քեզ տեղ է հրավիրե, ամբողջ օրը իրանից ես մեր մոտ խոսում, գլուխներս տարար, ու հիմա չես ուզում գնաս։ Կարեն դե չես հասկանում, որ ես երբ որ իրան տենում եմ, իմ մոտ սա խառնվում է իրար, չեմ կարողանում նորմալ խոսամ։ Կարողանում ես, ուղղակի լավ չես կարողանում։ Ասենք հետը գնամ ցուցադրության, երկու բառ չկարողանամ իրար կապեմ, էշեշ դուրս կտամ, կաս եսով այս ապուշը։ Պարզա։ Ուրեմն պետք է աշխատես քո վրա։ Հա, արի սենց անենք։ Պատկերացրու ես Սևակն եմ ու խոսա։ Չէ, Կարեն, տենց չի լինի։ Համել մեկը արդեն հաստատ մտածում է, որ ես հավի ուղեղ ունեմ։ Լսի, իրականում որ կողքից լսում էի ոնց եք խոսում, ինչ ես ասում, բայց ես էլ տենց մտածեցի։ Ապրես վրթո, դու Յանի օգնում ես։
Տես։ Ինչ լավն են։ Հոտ ամեն ինչ արժի։ Բելա։ Բելա արի։ Այսօր դպրոցի մասին խոսացել, հա։ Եկել ա տուն մտել ա սենյակ փակվել ա։ Չէ, ուղղակի դաս ուներ անելու։ Առաջվա պես չէ։ Ըստ տրամադրությունը։ Ոայ, ես ինչ անուշ հոտ մամ։ Դե ես գնամ իմ սենյակում ուտեմ։ Ինչի։ Բան ունեմ գրելու։ Ալո, հա, համարյա ավարտում եմ։ Ախր շատ բարդ տեքստ է ու լիքը սխալներով։ Հա ոչ մի խնդիր չի լինի, մի հատ տպագիր կանեմ, հետո էլեկտրոնայինը։ Լավ, վաղը կխոսենք, հա։ Եղավ։ Էլի ասում են կիրակի օրը աշխատի։ Չէ, ասում են շատ դանդաղ ես աշխատում։ Ասում են մի անգամից համակարգչի վրա աշխատի։ Ախր ես այդպես չեմ կարող։ Բա մի չխմբագրես, հետո սրբագրես։ Իհարկե, դրանք ոչ մի բան չեն հասկանում քո գործի նրբությունից։ Ալո։ Լիսի, ես չեմ կարող քո մաթեմատիկայի թեստը լրացնեմ։ Ինչի։ Որովհետև բարդ է։ Բա դու ամեն ինչ կարայիր։ Չէ, դու սխալ հասկացար։ Ես կարամ լրացնեմ, բայց ոչ ոք չի հավատա, որ այդ դու ես արել։ Արի ես մեկը ձախողենք, մի քիչ ցածր բար ստանաս, հետո կուղենք։ Ինչ ուզում ես արա։ Այդ ձենդ ինչի ա վատ։ Չգիտեմ, երևի մրսել եմ։ Ասում էի, չէ, այդ պատոհանը չբացես, խաբուսիկը։ Լավ, տատի ջան։ Հաջորդ անգամ չեմ բացի։ Հաջող։ Սպասի, Մել, սպասի։ Մամայդ ասա թող քեզ թեյ տա, լիմոնով կամ մարինայով, ու տենց բաներ։ Ես մենակ եմ ապրում, Բելա։ Մենակ։ Ինչի։ Հաջող, Բելա։ Ալո, Վարդան, բարև։ Լսի, չէ, սպասի, մի հատ բան եմ հարցնում։ Լսի, դու գիտես Մելսը որտեղ ա ապրում։ Հա, Ասյանա ասել, պետքա բան լրացնեմ։ Ինչ։ Վիկան։ Վիկան գիտի։ Լավ, ապրես, լավ։ Ալո, Վիկա, բարև, ոնց ես։ Սոր։ Նայ լավ է ստացվում։ Դեղինը քիչ է։ Հա որ։ Մամ, բապ, ես պետքա դուրս գամ, կարելի է, չէ։ Ուր է ժամին։ Դասն կերուհուս տուն։ Ինեսայի։ Հիվանդա, մաման տանը չի, խնդրեց գնամ թեյ տամ։ Հա, գնա։ Այսքան սպասի ես քո հետ կգամ։ Ասա այդ հիվանդ երեխուն ուր եք մենակ թողնում։ Չէ, էլի պապ դու մի արի, որ գաս Ինեսան հաստատ շատ կամաչի։ Ավելի լավ է ես մենակ գնամ, էլի համել տունը շատ մոտ է։ Լավ, գնա։ Մամ, դու քո փակած մալինայի մուրաբաներից ունես։ Հա։ Կտաս։ Հիվանդի համար էլի։ Հիմա կվեր։
Ալո։ Հա, Վիկ, մենակ արագ ասա, հա։ Ով ա զանգել Մելսի հասցեն ուզել։ Բելան։ Բելա։ Եթե քեզ թվում է, որ հարբուխի հետ կարելի է կատակ անել, դու չարաչար սխալվում ես։ Մի հատ զանգ է, հենց այնպես, իբր հարցում ես ոնց է ինես ան։ Ես անկեղծ եմ եղել, որ դու իմանաս, թե ինչ էր կան կյանքում ու ինչից պիտի զգուշանաս։ Ոչ թե նրա համար, որ ես երջանիկ չեմ, որ քեզ ունեմ։ Եթե ես չլինեի, քո կյանքը ուրիշ ձև կդասավորվեր։ Չհասկացա։ Ես գիտեմ ինչ որ խնդիր ունես լուծելու։ Սա վերցրու։ Բաբկայնի։ Ամեն ինչ հերվում է, բայց ամեն ինչ երևում է։ Ամեն բան լուրը լռությունն էլ գոռում է։ Երբ ուզում եմ խաղաղվել, պատերազմում եմ։ Երբ ուզում եմ մտածել, ես երազում եմ։ Ամեն ինչ հերվում է ու ամեն ինչ երևում է։ Մենակ չենք վերևից, ամեն բան նկարվում է։ Մենք մեռնում ենք վաղը, ապրում ենք երեք։ Այսօր ազատ եմ, արի հանդիպենք։ Աչքերս վերցրու քեզ, տեսնեն ինչ տեսնում եմ ես։ Տես իմ կյանքը, բայց աչքերդ չփակես։